Այս պահին, սիրելի հյուրեր, մենք անցում կկատարենք պանելային քննարկման, որին կմասնակցեն մատակարարման շղթայի հետ առնչություն ունեցող կազմակերպություններ համարյա բոլոր անկյուններից։ Եվ կկարողանանք իրենց հետ զրուցել հենց այս թեմայի մասին, վերջում էլ կունենանք հատուկ հարցերի եւ պատասխանների հնարավորություն, եւ հենց այս հատվածում ամենասկզբից էլ եւ հիմա էլ ես ուզում եմ նշել, շատ կուզենք, որ դուք ակտիվ լինենք, չենք ուզում, որ այս օրվա համաժողովը լինի սենց ստանդարտ միջավայրով, որ ուղղակի դուք նստեցիք, մարդիկ եկան, խոսեցին, պատմեցին, չէ։ Իհարկե օրակարգով գնալու ենք, բայց շատ խնդրում ենք, որ երբ լինի հնարավորություն հարցեր տալու, դուք ակտիվ կերպով հարցերը տաք, որ կարողանաք մասնագետներից լսեք համապատասխան կարծիքները եւ միգուցե եթե ինչ-որ բանով համաձայն չեք, դա էլ կարողանաք ասել, որովհետեւ այդ քննարկումների արդյունքում կստեղծվի եւ ի հայտ կգա արդեն ճշմարտությունը։ Շատ լավ։ Մեր բանախոսները եւ առաջատար մասնագետները այսօր հենց այս քննարկման ընթացքում կխոսեն հետեւյալ հնարավոր թեմաների մասին։ Ես շրջանակը չեմ ֆիքսում, այնուամենայնիվ մոտավոր թեմաները կնշեմ, բայց մեր մոդերատորը ավելի հստակ կերպով կկարողանա դա ասել։ Ընդհանրապես կխոսեն հետեւյալի մասին. ոլորտային առանձնահատկությունները, ստանդարտները կիրառելիս, պետության կողմից կիրառվող վերահսկողական գործիքակազմերը, պետություն մասնավոր համագործակցության հնարավոր ձևաչափերը, առկա հաջողության պատմություն, լոգիստիկ մարտահրավերներ եւ հնարավորություններ, առավելություններ, ինչպես նաեւ լոգիստիկ ոլորտում լիցենզավորման մշակույթի ներդնումը։ Մոդերատորը կլինի Ծովինար Ադամյանը, սերտիֆիկացում եւ որակ ՍՊ-ի կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի ղեկավար եւ նա էլ կներկայացնի իր խոսնակներին։ Ձեր ծափահարությունների ներքո։ Շնորհակալություն, Սերգեյ, ողջունում եմ բոլորիդ։ Իմ կարծիքն է, որ նման կարգի հանդիպումները խթանում են տարբեր ոլորտների փոխգործակցությունը եւ բնականաբար դրա արդյունքում շահում ենք բոլորս, շահում է բիզնեսը եւ բիզնեսը ել ավելի կայուն, ել ավելի գրագետ կազմակերպելու հմտություն է բոլորիս տրվում։ Ներկայացնեմ այսօրվա խոսնակներին Վահեին Ստեփանյան, ով հանդիսանում է Ռոդիս ընկերության հիմնադիր տնօրենը, համեցեք։ Աշոտին Միրաքյան, ով Միրատրանս ընկերության հիմնադիր տնօրենն է։ Սիրանուշ Ավետիսյան հանդիսանում է դեղ ոլորտը կանոնակարգող մարմիններից մեկի դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի պատշաճ դեղագործական գործունեության բաժնի ղեկավարը։ Գոռը Սարգսյան, ով դեղարտադրող ընկերություններից մեկում, մասնավորապես Ֆարմատեկ ընկերության վերահսկման տնօրենն է։ Եվ Տիգրանը Պողոսյան, ով հանդիսանում է Սիգնում ընկերության գործադիր տնօրենը։ Ինչպես Սերգեյ արդեն իսկ ներկայացրեց ինձ, ես էլ Ծովինարն եմ Ադամյան, որակի կառավարման համակարգերի փորձագետ ներդրող մասնագետ, սերտիֆիկացում եւ որակ սերտիֆիկացման մարմնի կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի ղեկավարն եմ։ Խոսելու ենք այսօր, այո, հաջողակ պատմությունների մասին, այսինքն անցած հաջողակ ճանապարհի մասին, խոսելու ենք լոգիստիկ խնդիրների մասին եւ ինչպես են այդ խնդիրները լուծվում, խոսելու ենք անշուշտ կանոնակարգման մասին եւ թե ինչպիսի արձագանք է տալիս յուրաքանչյուր տնտեսվարողի, յուրաքանչյուր բիզնեսմենի կողմից բարձրացվող հարցին, այն համատեքստում ինչպիսին են ստանդարտները, ինչպիսին են ստանդարտների պահանջները եւ ինչպես է օրինակ լիազոր մարմինը արձագանքում դրան եւ կանոնակարգում դա։ Խոսելու ենք անշուշտ նաեւ այնպիսի խնդիրների մասին, որոնք շատ հիմնարար են նույն այդ ստանդարտների ներդրման տեսանկյունից եւ բիզնեսը զարգացնելու համար անհրաժեշտ այն բազայի վերաբերյալ, որ կառավարման համակարգերի ներդրումն է տալիս եւ այստեղ շատ տեղին պիտի նշեմ կառավարման համակարգերի կամ որակի համակարգի այսպես ասենք հիմնադրի Էդվարդ Դեմինգի այն խոսքը, որ որակը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է եւ մի փոքր ձևափոխելով պիտի ինքս հավելեմ, ինչպես Համլետը նշեց, մենք ունենք
հումքից մատակարարման շղթայում մինչև սպառող այդ բոլոր օղակները եւ այդտեղ ներգրաված յուրաքանչյուր օղակի պատասխանատվությունն է դա։ Վահե ջան, փոխանցեմ խոսքը ձեզ։ Ողջունում եմ բոլորին։ Համլետ ջան, շնորհակալություն պրեզենտացիայի համար, շատ հետաքրքիր եւ համապարփակ պրեզենտացիա էր, որը ներկայացնում էր ամբողջ մատակարարման շղթան։ Շատ ճիշտ եք, մատակարարման շղթա տերմինը ինքնին նոր է Հայաստանում եւ քչերն են այդ շղթային վերաբերում որպես շղթա, բայց շատ կարևոր է հասկանալ ինչ է ինքը կոչվում շղթա, որովհետեւ բոլոր օղակները ոչ թե իրար կողք են, այլ իրար կցված, ինչը ենթադրում է, որ մի օղակի խնդիրը անպայման արտացոլվում է մյուս օղակների վրա։ Օրինակ, եթե արտադրողը ունի բոլոր ստանդարտները եւ շատ լավ արտադրություն է կազմակերպում, բայց հումքը պահվում է սխալ պայմաններում, օրինակ խոնավությունից վախեցող ապրանքը պահվում է խոնավ պահեստում կամ սառնանային պահեստինը չի պահվում սառնանում, արտադրողը ինչքան ուզում է ջանք գործադրի, չի կարող այդ հումքից ստանալ լավ արտադրանք։ Կամ եթե ապրանքը պահվել է լավ պայմաններում, բայց տեղափոխվել է հումքը պահվել է լավ պայմաններում, տեղափոխվել է վատ պայմաններում, տրանսպորտը համապատասխանատու չի եղել, նույնպես ունենալու ենք խնդիր։ Մենք երբ որ սկսեցինք ուսումնասիրել շուկան ստանդարտների տեսանկյունից, պարզվեց, որ բավականին շատ են այն կազմակերպությունները, որոնք արդեն իսկ ներդրել են ստանդարտներ եւ շարժվում են ստանդարտներով, ինչը մեր համար մի քիչ զարմանալի էր, բայց նաեւ ուրախալի։ Ավելի խոր ուսումնասիրություն կատարելով հասկացանք, որ իրականում այդ ստանդարտները շատ տեղերում մնացել են թղթի վրա եւ փաստացի ներդրվել են այն ստանդարտները, որոնք որ եղել են պարտադիր ինչ-ինչ պայմաններով, օրենքի պահանջով, արտասահմանյան գործընկերոջ պահանջով, ամեն դեպքում ներդրվել են դրանք եւ շատ ընկերություններ, որոնք ներդրել են ստանդարտներ, որ ասում ես ինչ տվեց այդ ստանդարտները, ասում են թղթաբանությունն ավելացել։ Բայց իրականում հանդիպում են նաեւ շատ ընկերություններ, որոնք շատ լուրջ են մոտեցել ստանդարտներին եւ հասկացել են դրա իրական բենեֆիտները։ Ֆարմատեկ ընկերությունը օրինակ եւ դեղագործական շատ ընկերություններ Հայաստանում շարժվում են խիստ ստանդարտներով եւ դա բնական է ֆարմայի առումով։ Ու երբ որ ուսումնասիրում ենք իրենց փորձը, հասկանում ենք, որ այդ ստանդարտների ներդրումը իրականում սկզբում շատ լուրջ խնդրեմ է, մեծ գլխացավանքա մասնագետներ պետք գտնել, պետք է հասկանալ ինչից սկսել եւ ուր գնալ, որ ամեն ինչ ճիշտ լինի, բայց վերջում երբ որ ամեն ինչ արված վերջացած է, արդեն անելիք չի մնում, մնում է միայն վերահսկողություն, ինչը արագացնում է process-ները, նվազեցնում է ծախսերը, մրցունակ սարքում ապրանքը, առանձնացնում է քո ապրանքը տեղի շուկայում եւ հասանելիություն է տալիս քո ապրանքին դրսի շուկա, այն ընկերությունները, որոնք մոտեցել են ստանդարտների ներդրմանը այդ ենթատեքստով, նրանք վստահաբար առաջատար դիրքերում են Հայաստանում։ Այսօր ես շատ խոսելու բան չեմ ունենա դեղագործական օրինակ եւ սննդի ստանդարտների մասով, կարծում եմ գործընկերները այդ մասին ավելի մանրամասն կասեն։ Ես մեր ոլորտի մասով կներկայացնեմ ստանդարտների ներկայությունը եւ բացակայությունը։ Պահեստավորումն է մեր ոլորտը, մենք 10 տարուց ավել զբաղվում ենք պահեստների կառուցմամբ, կահավորմամբ, ստանդարտիզացիայով, ավտոմատիզացիայով ու հասկացել ենք, որ այն պահեստը, որ եկել է ստանդարտի, սկսել է աշխատել ավելի արագ եւ արդյունավետ եւ դա բնական է, ստանդարտները հենց դրա համար էլ ստեղծված են առհասարակ։ Հայաստանում նորից կան շատ ընկերություններ, որոնք ունեն օրինակ ISO ստանդարտ, ISO 9001-ը ստանդարտը ամեն ինչի մասին, այսինքն ապրանքի մատակարարման շղթանել ներառյալ, ինչպիսին պետք է ինքը լինի։ Բայց փաստացի պահպանվում է այդ ստանդարտներից շատ տեղերում միայն FIFO, LIFO սկզբունքը, FIFO, LIFO ովքեր որ չգիտեն, սահմանվում է այն ապրանքների համար, որոնք ունեն հստակ հերթականություն մուտքի եւ ելքի, այսինքն first in, first out եւ last in, first out սկզբունքով, եթե ապրանքը ժամկետ ունեցող ապրանք է, ինքը առաջինը մտել է, պետք է առաջինը դուրս գա։ Այսինքն նորից գալիս ենք նրան, որ ներդրվում եւ կյանքի են կոչվում են ստանդարտները, որոնք պարտադիր են, որովհետեւ եթե տենց չանան, ապրանքը կփչանա։ Բայց պահեստներում
որևէ տեղ կարելի ասել շատ քիչ տեղերում է նկատվում անվտանգության ստանդարտների պահպանումը օրինակ, որովհետև դրա պահանջ չկա, ոչ մեկ չի գալիս տուն։ Այսինքն տեսականորեն պահանջը կա, GOST-ը, որով արտադրվել է, կամ ISO-ն, կամ եվրոպական ստանդարտը, որով դարակաշարը արտադրվել է, պահանջում է, որ այդ դարակաշարը տարեկան մեկ անգամ ենթարկվի օրինակ փորձաքննության, ստուգվի արդյոք ինքը դեռ կենսունակ է, որտեղ գոյություն ունի օրինակ մետաղի հոգնածություն ասվածը, որ եթե մետաղը այս դարակաշարը այս տարի գնել ես, ինքը ասել են, որ պահում է օրինակ 15 տոննա բեռ, 8 տարի հետո հասկանալի չի այդ դինամիկ նագրուսկաների եւ օգտագործման էքսպլուատացիայի արդյունքում ինչա մնացել այդ դարակաշարի բեռնակրությունից։ Այսինքն դա շատ կարևոր հարց է, որ ցավոք սրտի այստեղ շատ ուշադրություն չեն դարձնում։ Մենք Հայաստանում երևի թե առաջինն ենք, որ կարողանում ենք եւ անում ենք այն ամենը, որ այս ստանդարտը տարածվի եւ ունենք մասնագետներ, որոնք որակավորված են եւ կատարում են այդ ստուգումները, բայց քանի որ չկա օրենքի պահանջ եւ քանի որ չկա դրա վերահսկողություն, շատ դժվար է հասնել դրան։ Այսինքն այդ քայլին գնում են այդ ծախսին, որտեղ դիտարկվում է որպես ծախս շատ բիզնեսների կողմից, այդ ծախսին գնում են այն բիզնեսները, ովքեր կամ շատ պատասխանատու են մոտենում աշխատանքի անվտանգությանը կամ ովքեր նորից ստիպված են դա անել։ Բայց այստեղ մի հետաքրքիր խոսք կա, որ եթե մնացած ստանդարտները օրինակ ներդրվում են աշխատանքը ավելի հեշտացնելու, հարմարացնելու եւ արագացնելու համար, անվտանգության ստանդարտները առհասարակ ասում են, որ գրված են արյունով, այսինքն անվտանգության ստանդարտը հորինվել է այն ժամանակ, երբ որ հասկացել են, որ սենց անելուց լավ չի լինում։ Եվ դա շատ կարևոր է պահել։ Ամեն դեպքում Հայաստանում ստանդարտների հանդեպ հետաքրքրությունը աճում է եւ դա շատ ուրախալի է, այսօրվա մեր հանդիպումն էլ դրա վառ ապացույցն է, ստանդարտների շուրջ այսքան մարդ հավաքվել խոսելու եւ լսելու։ Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում շատանալու են այն կազմակերպությունները, որոնք ներդնելու են ստանդարտներ եւ իրապես հետևելու են դրանց, որովհետեւ օրինակ բոլորս գիտենք, չէ՞, որ եվրոպական ապրանքը լավ ապրանք է։ Գնելուց ինչ որ բան փորձում են եվրոպական կամ ամերիկական ապրանք գնել։ Ինչի՞, որովհետեւ դրանք այդ ստանդարտներով են արտադրվել։ Այսինքն եվրոպական ապրանք ասվածը ինքը ոչ թե ինչ-որ նորություն է, այլ եվրոպացիները այդ ապրանքը արտադրել են, լավ է ստացվել, գրել են ոնց արտադրենք, որ լավ ստացվի, մենք ասում ենք դա թղթաբանություն է եւ գլխացավ ենք։ Մեր ընկերությունը փորձում է եւ փորձելու է ամեն կերպ հասնել ստանդարտների հանրայնացմանը եւ ստանդարտների հանդեպ հետաքրքրության աճին։ Այս բանը երևի այսքան է։ Շնորհակալություն Վահե ջան, ինչպես Սերգեյի կողմից հնչեց առաջարկը ել ավելի ինտերակտիվ ֆորմատով այս ամենն իրականացնելու, ես առաջարկում եմ յուրաքանչյուր խոսնակից հետո հարց ու պատասխանի մաս ունենանք, այն բոլոր հարցերը, որոնք որ ձեզ անհանգստացնում են տվյալ խոսնակի վերհանած կոնտեքստում, եկեք քննարկենք, հա, եւ առաջին հարցը ինքս կուզեմ ուղղել, փաստորեն ես ճիշտ եմ հասկանում, որ մենք ձեր ասելով օրինակ պահեստների կահավորման, պահեստների ամբողջական ստանդարտներին համապատասխան ֆորմատի բերելու ճանապարհին, այն խնդիրը, որ ունեք, դա կառավարման համակարգերի իմացության, տեղեկացվածության պակասն է թե անձնակազմի մոտ եւ մյուս կողմից է լիազոր մարմինների կողմից կամ պետական մարմինների կողմից համապատասխան պարտադիր, այսպես ասած, պահանջի բացակայությունն է։ Սամինար ջան, այո, կա նման բան, արտահրավերները առհասարակ շատ են այս հարցում, քանի որ ասում եմ դեռ նոր սկսում են ստանդարտներ ներդնել գիտակցաբար ոչ սիփողաբար։ Կարծում եմ, որ կա մի քանի խնդիր։ Առաջինը այդ պահանջն է պետության կողմից, որ բացակայում է եւ վերահսկողություն է, չնայած շատ օրինակ դեղագործական մասով ստանդարտները շատ խիստ են եւ շատ լուրջ վերահսկվում են եւ դրա համար այնտեղ ամեն ինչ, բայց պահեստի անվտանգության եւ մնացած հարցերում քիչ են։ Կառավարման համակարգերը իրենք ավելի շատ միտված են պահեստի process-ները արագացնելու, հեշտացնելու համար։ Օրինակ WMS համակարգերը Warehouse Management System-ը, որի մասին Համլետը խոսեց, ինքը շատ
լավ ծրագրային ապահովում է ցանկացած պահեստի համար, որովհետև ինքը նախ բաշխում է բեռները, որ նրանք պիտի լինեն, հստակ ծրագիրը ցույց է տալիս, որ բեռը որտեղ է, երբ է եկել, եւ երբ որ օրինակ 10 պալետ բեռ ենք տեղավորել եւ այսօր պետք է 10 տուփ բեռ տանք հաճախորդին, ինքը հստակ ասում է, որ պալետից վերցնենք, որովհետև սա ավելի շուտ ենք բերել, սրա ժամկետը սպառվում է եւ այլն, բացի դա, ինքը շատ արագացնում է process-ները։ Օրինակ, եթե հիմա մարդ վերցնում է invoice-ը ու invoice-ի մեջ կարդում է ինչ ապրանքներ է ու ինքը հիշելով գնում այդ ապրանքները ամեն տեղից հավաքում է։ WMS ներդրումից հետո սկանավորում է շտրիխ կոդը եւ ծրագիրը հավաքողներին պատվերը ամեն մեկին առանձին իր բաժնի համար տալիս է թե ով որտեղից ինչ պիտի բերի։ Ընդ որում տալիս է, որ եթե այստեղ ուղարկել է ոդկով մեկին, որ գնա ինքը վերցնի այդ տուփը, այդտեղ չի ուղարկում տեխնիկա, որպեսզի խնդիր չառաջանա, այսինքն անվտանգության հարցեր է լուծվում դրանով։ Մի հոգու այդ ամբողջ պատվերը հավաքելու process-ը բնականաբար անգամներ ավել է տևում, քան համակարգի տված մի քանի հոգու մեջ բաշխված process-ը, այսինքն սրանք իրականում process-ներ են ու լուծումներ են, որոնք արժի ներդնել, բայց որոնք իրապես դժվար է ներդնել, որովհետև առաջին հերթին ստանդարտների եւ թվայնացման մասնագետները շատ չեն եւ հետո չկա խթանման համակարգեր։ Օրինակ պետության կողմից կան բազմաթիվ խթանող համակարգեր պահեստների սառնանային տնտեսությունների կառուցման գծով։ Բայց կոնկրետ WMS համակարգ ներդրման հարցով ես այս վերջերս չեմ գտել։ Ինչ-որ մի ժամանակ եղել է եվրոպական գրանտ, որը արդեն սպառվել է, բայց այս պայն պետությունը չի փորձում դա խթանի։ Եվ եթե փորձի էլ խթանել, պետքա ունենալ մասնագետներ դա խթանելու համար։ Այսինքն պետքա սկզբից երևի երիտասարդներին հետաքրքրել այդ մասնագիտությամբ, ասել, որ դա պետքա պահանջված է լինել, որտեղ այսօր երիտասարդներին եկեք փորձենք, ասենք, գնա WMS-ի ներդրում սովորի, չի անելու։ Այսինքն պետքա ընդհանուր առմամբ տաքացնել եւ բիզնեսը եւ շուկան ու ամեն ինչ լավ կլինի։ Շատ բարի, շնորհակալություն։ Տիգրան ջան, խնդրում եմ ձեր 11-ից ավելի փորձով անդրադառնալ կոնկրետ այս հարցին եւ այն խնդրին, ինչը որ վերհանեցինք։ Փորձենք տարանջատենք այդ երկու հասկացությունները, մեկը կառավարման համակարգերը որպես ստանդարտներ, մեկը պրոդուկտները։ Կառավարման սխալ եմ մտածել ու ես անձամբ հեռու եմ այդ մտքից, որ բոլոր ընկերությունները պետք է լինեն սերտիֆիկացված եւ այլն, հնարավոր չի։ Ինչի, որովհետև ընկերությունը որոշակի հասունության պետք է գա, որ կարողանա սերտիֆիկացվել։ Այդ հասունությանը գալը հեշտ չի, հա, ամեն ստանդարտի ներդրում պահպանում իրանց ենթադրումը նախ ենթակառուցվածքի վրա կատարած մեծ ծախսեր, մինչև շինարարության մակարդակում, հա, դրանց հետո ծրագրային ինչ որ ապահովման բավականին խոշոր ծախսեր, առանձին անձնակազմ, որը դրանով զբաղվում, այդ ծախսերը բոլոր ընկերությունները չի, որ կարող են իրենց թույլ տալ եւ ինչ խոսք չպետք է էլ թույլ տան, հա, ընկերությունները ինքնազբաղվածության հարց լուծող ընկերություններ ունենք կամ իրավաբանական անձիկ ունենք։ Այդ ինչը վերաբերում է դրան, համաձայն եմ, որ Հայաստանում ունենք մեծ բաց այս դաշտում առաջի հերթին վերահսկողական, ընդ որում խոսքը գնում է եւ պրոդուկտների սերտիֆիկացիայի մասին եւ խոսքը գնում է կառավարման համակարգերի սերտիֆիկացիայի մասին։ Օրինակ խոսեցինք ISO-ներից։ Ներկաներից քանիսն են հետ առնչվել ինչ-որ ISO-ների հետ։ Իսկ քանիսն են առնչվել ISO-ների հետ իրանց անձնական գործունեության տեսանկյունից, հա, որ ստիպված են եղել անեն կամ ստիպված են եղել այդ process-ին մասնակցեն, կա տենց մարդ։ Okay։ Ուրեմն առանձնահատկությունը ինչու՞մ է էլի մեր մենք ունենք մի քանի ոլորտներ Հայաստանում, որոնք որ խիստ ռեգուլյացիայի տակ են, պետությունը պարտադրում է ենթադրենք ISO-ների առկայություն կամ չգիտեմ հասպի առկայություն, հա, որոշ դեպքերում պարտադրում է ինչ-որ պրոդուկտների սերտիֆիկացիա, որոշ դեպքերում չի պարտադրում։ Իրականում այս ստանդարտների բան, հա, ստանդարտների աշխարհը ինքը էկոհամակարգ է, որովհետեւ դու կարողանաս սերտիֆիկացվես ունենաս պայմանական ISO 9001, պետք է ունենաս նորմալ լաբորատորիա, որը որ կարողանում է ապրանքդ ենթարկի փորձաքննության։ Պիտի ունենաս, ավելի էժան այդ process-ը անցնելու համար, պիտի ունենաս պետական մարմին, որը ունի բավարար կոմպետենցիա ուզած այդ ստանդարտով քեզ սերտիֆիկացնի, հա։ Իսկ մենք
ստանդարտների մեծագույն մասը Հայաստանում չեն կարողանում սերտիֆիկացվել։ Հայկական սերտիֆիկատորի կողմից չենք կարող սերտիֆիկացվենք, որովհետև այդ կոմպետենցիան չկա Հայաստանում։ Ու մոտակա ժամանակներում չի էլ լինելու, դա որոշակի ժամանակահատված է պահանջում, որոշակի էվոլյուցիա է պահանջում, հա, մասնագետներ պիտի զարգանան, որոնք կդաստիարակեն այն մասնագետներին, որոնք հետո մի օր այդ կապավեն։ Այնպես որ Կառաջարկեմ բանը, մեր մաքսիմալիստական բաները, սպասումները մի քիչ նվազեցնենք, այնպես չի, որ բոլոր ընկերությունները պիտի սերտիֆիկացվեն։ Այդ բոլոր ընկերությունները պիտի ունենան ու պիտի փորձեն համապատասխանել իրենց ոլորտային ստանդարտներին։ Չկա որևիցե ոլորտ, որը իր ոլորտային ստանդարտը չունի։ Այդ կլինի օրինակ project management, այդ կլինի տեղեկատվական անվտանգություն, այդ կլինի շինարարություն, ինչ ոլորտ ասեք, այդ ոլորտը ունի իր կարգավորող ինչ որ ստանդարտը։ Կարան չսերտիֆիկացվեն, բայց պետքա ձգտեն համապատասխանել այդ ստանդարտներին ու ինչքան ավելի սպეციფიկ ոլորտի հետ ենք աշխատում, ինչքան ավելի մեծ վնաս կամ մեծ օգուտ կարող է այդ ոլորտը բերել հանրությանը, այդքան ավելի չոր ռեգուլյացիա պետքա ունենա պետության կողմից, հա։ Ընդհանուր առմամբ այսքանը։ Շնորհակալություն Տիգրան ջան, ի հավելումը ձեր խոսքի պիտի նշեմ, որ օրինակ ունենք ստանդարտների որոշակի տեսակներ, խոսքը վերաբերվում է նույն բոլորիս կողմից շատ ծանոթ, ինչքան էլ որ լսանում շատ քչերն էին առնչվել, հա, ISO-ներին, բայց նույն ISO 9001-ը կամ ISO 22000-ը, որոնք որ գաղտնիք չի, որ առհասարակ կամավոր ստանդարտացման կամ կամավոր սերտիֆիկացման ոլորտ են իրենցից ներկայացնում, եւ այո, այս պարագայում, եթե պետության կողմից վերահսկողությունը չի բերվում ավելի խիստ դաշտ, տնտեսվարողը որպես կանոն միշտ համարում է, որ այդ պարագայում այո ավելորդ ռեսուրս պիտի ծախսվի դրա վրա, ավելորդ ժամանակ պիտի ծախսվի, անձնակազմ, ինչպես նշեցիք առանձին ընդ որում գիտակ պրոֆեսիոնալ անձնակազմ պիտի լինի, որը ոչ հաճախ է պատահում ոլորտային նեղ ստանդարտների իմացությամբ եւ դա դառնում է հավելյալ գլխացավանք։ Բայց երբ որ պետության կողմից կա պատշաճ վերահսկողություն, իսկ այդ վերահսկողությունը դա կլինի ես ասեմ իմ փորձի հիման վրա երկու հիմնարար ոլորտների, որոնք համարում են, որ հիմնարար են հանրության նաև անվտանգության ապահովման տեսանկյունից դա դեղորայքն է, դեղերն են եւ դա սննդամթերքի անվտանգությունն է։ Այդ երկու ոլորտում պատահական չի, հա, որ գեր տերությունները այսօրվա ժամանակի դրանք նույնիսկ միավորում են, ինչպես օրինակ նահանգներում է, հա, Food and Drug Administration-ը, այսինքն սնունդը եւ դեղը դա բարձր ռիսկայնություն է որպես դասվում եւ եթե բերենք ու մեր պետության վրա սա պրոյեկտենք, այս պահի դրությամբ մենք ունենք ոլորտ դեղերի կանոնակարգումը, որը հնարավորինս խիստ եւ բնականաբար որպես պարտադիր է գնում այդ նույն պատշաճ գործունեության բոլոր բաղադրիչները, իսկ սննդամթերքի անվտանգության ոլորտում այս պահի դրությամբ Տիգրանի նշած միայն AJCCP, հա, վտանգների վերլուծության եւ ռիսկերի կառավարման համակարգի մինիմալ պահանջներն են, այդտեղ է որ մենք բաց ունենք։ Եվ անդրադառնալով սրան, արդեն պիտի խնդրեմ Սիրանուշ ջան, դուք ներկայացնեք հա ոլորտային կարգավորումը նաև դեղ ոլորտի մասով, ինչ բացեր ունենք եւ ինչ խնդիրներ արդեն լուծված են։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորին։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ մասնակցության համար, քանի որ դեղ ոլորտը բոլորից շատ լավ գիտեք, խիստ կարգավորող ստանդարտներով եւ պահանջներով է, կփորձեմ ներկայացնել ին ստանդարտներ, ինչ վերահսկողական գործիքակազմ եւ ինչ պահանջներ կան, որպես այդպեսին դեղերին ներկայացվող, քանի որ դեղը որպես արտադրանք, որպես ապրանք, եթե կարելի այդպես ասել, ինքը ունի շատ առանձնահատկություններ եւ ավելի ռիսկայնություն է պարունակում, դրա համար ներդրվող պահանջները ավելի խիստ են եւ ստանդարտները ավելի բարձր են եւ պետություններում իզուր չի, որ թե պետությունները, թե պետությունների կողմից վերահսկվող ռեգուլատոր օրգանները հենց այդ ստանդարտները ներդրողներն են եւ կառավարողները։ Դեղերի ոլորտի ստանդարտների, այսպես ասած, ստանդարտների մեջ են մտնում այն բոլոր ստանդարտները, որոնք ապահովում են դեղի որակը եւ արդյունավետությունը, դեղի որակը եւ արդյունավետությունը պետք է ապահովել դեղի կենսացիկլի ամբողջ ընթացքում, այսինքն դեղի ստեղծումից մինչեւ
դեղին սպառողին հասցնելը եւ այս բոլորը միասին դեղ ոլորտը ավելի բարիերը ավելի բարձր է դեղ ոլորտի եւ այդ հաղթահարելի բարիերներից մեկն էլ որ լիցենզավորումն է, որը տարածվում է դեղ ոլորտի բոլոր սուբյեկտների վրա, բայց ստանդարտները դրանով չեն սկսվում, ստանդարտները սկսվում են դեղի ստեղծումից, այսինքն նախակլինիկական փորձարկումներ, կլինիկական փորձարկումներ, արդեն բուն արտադրությունը, բաշխումը, դեղատնային գործունեությունը եւ արդեն մոնիտորինգը ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում։ Եվ երևի տեղյակ եք գիտեք, որ դեղի որակը որպես այդպեսին անձնաչքով հնարավոր չի, հա, տեսնել ինքը որակապես որակով է թե չէ, եթե համեմատենք օրինակ սնունդի հետ, եթե գնում եք, չգիտեմ, խանութ սնունդ գնալու հոտից կամ տեսքից կարող եք մոտավորապես պատկերացնել, իսկ դեղի պարագայում դա հնարավոր չի ուղղակի։ Ներողություն ընդհատելու համար Սիրանուշ ջան, բայց այս պարագայում էլ սննդի պարագայում էլ որակը մի բան է, անվտանգությունը մեկ է։ Համաձայն եմ Ծովինաձեն, ուղղակի զուտ սննդի պահով են, որ մարդկային այդ պահանջմունքն է, հա, չգիտեմ, եթե օրինակ տուփը գեղեցիկ է, փորձենք եւ այլն, բայց դեղի պարագայում այդ չի գործում, որովհետեւ դու չես կարող փորձել հետո որոշել դա քեզ պետք է կամ կարող ես օգտագործել թե դա ոչ։ Դրա համար պահանջները եւ ստանդարտները ավելի խիստ են դրված այս պարագայում։ Հաջորդը արդեն Հայաստանում կոնկրետ դեղերի ոլորտը, արտադրական ոլորտները այդպես վերահսկելի չեն եղել, մինչև 98-ից 2010 թվականներին եղել են որպես այդպիսին ստանդարտներ ներդնելու փորձեր, բայց երբ որ 2011 թվականին կառավարության կողմից եղավ որոշում արտահանման ոլորտի համար, որպեսզի ավելի բարձրացվի պահանջները, դեղագործական ոլորտը ներգրավեց այդ ռազմավարության մեջ եւ ներդրվեցին ստանդարտներից առաջինը, այսինքն պատշաճ գործունեության ստանդարտները, եւ 2013 թվականին արդեն տրվեց առաջի սերտիֆիկատը արտադրողներին, իսկ 2016 թվականին, երբ դեղերի մասին օրենքը նորից վերանայվեց, ստանդարտները արդեն կիրառել էին բոլորի համար, այսինքն չկար նման կազմակերպություն, որ չներդներ այդ ստանդարտները։ Հաջորդ ոլորտը դա պատշաճ բաշխման գործունեությունն է, որը արդեն մեծածախ իրացման լիցենզիա ունեցող ընկերություններին է վերաբերվում։ Այստեղ մի փոքր խնդիր ունենք կախված մաքսային պահեստների հետ եւ այն ընկերությունների հետ, որոնք դեռ չեն հասցրել որպես այդպեսին ունենալ պատշաճ բաշխման գործունեության սերտիֆիկատ եւ չեն անցել այդ սերտիֆիկացումը, ինչ վերաբերում է մաքսային պահեստներին, ինչով է խնդիրը բարդ, որ դիտարկումներ են եղել, որ պատշաճ պահպանում չի կատարվում որպես այդպեսին եւ հիմա տարվում են աշխատանքներ օրենքի փոփոխության մեջ, որպեսզի օրենք մտցվի, որ իրանք լիցենզավորվեն եւ ոնց մնացած պահեստները իրանք էլ ունենան պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր, եթե կլինեն անհամաձայնություններ, այսինքն այն ընկերությունները մեծածախ իրացման լիցենզիա ունեցող, որոնց պահպանումը կատարում են տվյալ մաքսային պահեստում, չի կատարվի, կկատարվի արդեն երրորդ պահեստում, որը որ կունենա լիցենզավորում եւ կունենա պատշաճ արտադրական բաշխման գործունեության հավաստագիր։ Մյուս խնդիրը նա է, որ որոշ ընկերություններ դեռ չեն անցել այդ փուլը, դժվարությունը նաեւ դրանումն է, իսկ դա գործընթացային process է, որը կատարվում է մեր կենտրոնի կողմից, Ծովինարը տեղյակ է, որ մենք ենք գնահատումը կատարվում է մեր կողմից եւ սերտիֆիկացումը կատարվում է նաեւ մեր կողմից։ Մյուս որպես այդ վերահսկողական գործիք դա ներմուծման հավաստագիր տալն է։ Ներմուծման հավաստագիրը տրվում է առողջապահության նախարարության կողմից կառավարության որոշմամբ մեր կենտրոնի կողմից տրված եզրակացության հիման վրա Եզրակացությունը տրվում է այսպես, նմուշարում է կատարվում պահեստից, նմուշարված ապրանքի վրա որոշվում է պիտանելիության ժամկետը, համապատասխանությունը թղթերին, նաև այն ներմուծվող ընկերության թղթերն են ստուգվում, որը կատարել է ներմուծում, այսինքն լիցենզավորված է թե ոչ, ունի պատշաճ բաշխման գործունեության սերտիֆիկատ թե ոչ։ Ներմուծման հավաստագիրը երկու ձևով է տվում, քանի որ ՀԱՏՄ երկրներից նույնպես որպես չի անվանում ներմուծում, քանի որ սահմաններ որպես այդպիսին երկրների միջև գոյություն չունի, ինքը կոչվում է համապատասխանեցման հավաստագիր։ Եվ մյուսը արդեն որը տրվում է երրորդ երկրներից ներմուծման համար, կոչվում է արդեն ներմուծման հավաստագիր։ Վերահսկող գործիքակազմերից երևի այսքանը։ Տիգրան ջան, լսում ենք ձեզ։ Ես մի հարց ունեմ։ Նախ ներմուծվող դեղերի պարագայում մեր մասնակցությունը որպես պետություն, հա, վերահսկման
այդ բան, հա, գործընթացում ինչ մասնակցություն ունենք։ Արդյոք մենք ստուգում ենք պայմանական ինչ որ դրսի լաբորատորիայի տված եզրակացություն հենվում ենք դրա վրա, թե յուրաքանչյուրի պարագայում նայում ենք տվյալ դեղամիջոցի, տվյալ արտադրողի կողմից արտադրած տվյալ դեղամիջոցի կլինիկական ինչ որ փորձաքննություններ եւ այլն, որն է էլի մեր այդ թույլտվություն տալու այդ ներմուծման հավաստագրի տալն է, որը որ երբ որ դեղը ներմուծվում է, կատարվում է նմուշարում պահեստից, ասցի արդեն եթե մաքսային պահեստում է, մաքսային պահեստում, եթե չէ, արդեն ներգրողի պահեստում, կատարվում է նմուշարում, նմուշարումից հետո կատարվում է դեղի ուսումնասիրություն, այսինքն ժամկետն են ուսումնասիրություն գրությունները ուղեկցող փաստաթղթերը համապատասխանում է թե ոչ, դեռ արդեն ուրիշ կետեր կան, ազդող նյութեր, օժանդակ նյութեր եւ այլն։ Եվ եթե այդ պարագայում արդեն տրվում է համապատասխան հավաստագիր ներմուծման եւ եթե արտադրողի նկատմամբ ունենք պահանջներ, օրինակ պայմանական օրինակ արտադրողի որոշակի սերտիֆիկացիա։ Անպայման գրանցման ժամանակ արդեն երբ որ դեղը գրանցվում է, իրանք դոսիե են ուղարկում եւ այդ դոսիեի շրջանակներում կատարվում է փորձաքննություն, մենք ունենք գրանցման 2 ու 3 բարձրացված, ընդհանուր եւ արդեն ԵԱՏՄ երկրներից այդ պարագայում դոսիեի ընդունման պարագայում կատարվում է փորձաքննություն, կան իհարկե օրերի տարբերություն, որ բարձրացվածի դեպքում ավելի քիչ է 30 օր, որից 10 օրը փորձաքննությունն է, իսկ ընդհանուր դեպքում 150 օր, որից 10 օրը փորձաքննության օրն է։ Այդ ընթացքում կատարվող փորձաքննության արդյունքում, եթե ինչ-որ թղթեր պակասում են, մենք պահանջում ենք տվյալ ընկերությունից ներկայացնելու դեպքում իհարկե գրանցվում է դեղը, իսկ այնտեղ կա ժամկետներ 60 օրյա ժամկետ, եթե չեն ներկայացվում, հայտը մերժվում է դեղի։ Իսկ մատակարարի ինչ սերտիֆիկացիաներն են, հենց մատակարարի նկատի ունեմ կազմակերպության, հա, ոչ թե պրոդուկտի։ Մատակարարի ինչ սերտիֆիկացիաներ են ընդհանրապես ենթադրվում։ Ոնց մեր մոտ իրանք էլ նույնպես պետք է ունենան էլի այդ պատշաճ բաշխման գործունեության հավաստագիրը, լինեն լիցենզավորված կազմակերպություն, որպես այդպիսին հիմնարկները, այսինքն ընկերությունները, որոնք ունեն մեծացած իրացման լիցենզիա, իրենք ունեն պատասխանատու անձ, որը հենց զբաղվում է մատակարարների ընտրմամբ, գնահատմամբ, իրանք որպես այդպիսին անուն մատակարարների գնահատում։ Նու տարբեր ընկերություններ տարբեր ձևի արվում այդ մատակարարների գնահատումը, կան ընկերություններ, որ նայում են ռեյտինգով, հա, ռեյտինգը ինչպիսին է, բայց իհարկե բիզնեսից ելնելով էլ նաև գնային ինչ-որ սանդղակներից ելնելով որոշում են թե մատակարարներից որն է իրենց ավելի շատ համապատասխանում, բայց իհարկե նաև եթե ունեն լիցենզավորում եւ ստանդարտներին համապատասխանում են։ Նաև ներմուծման ժամանակ ստուգվում է մեր ներմուծող ընկերությունը ունի լիցենզիա եւ ունի սերտիֆիկատ թե ոչ։ Տիգրան ջան, այս մասով պիտի ավելացնեմ, որ ինչպես Սիրանուշը նշեց, ոչ միայն պատշաճ բաշխման, հա, որը առավել հայտնի է որպես GDP սերտիֆիկատ, այլ նաև այդ նույն մատակարարը, եթե ինքը արտադրող է հանդիսանում, պարտադիր պիտի ունենա նաև պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր, որը GMP-ն է, դա էլ կարծում եմ, որ բոլորիս քաջ ծանոթ է, եւ այս շղթայի շատ կարևոր մաս է կազմում նաև լոգիստիկան, ուստի առաջարկում եմ լսենք Աշոտին Միրաքյան, Միրատրանս ընկերության հիմնադիր տնօրենին, կազմակերպությունը, եթե չեմ սխալվում, շուրջ 15 տարվա փորձ ունի, ճիշտ է շուկայում։ Այո, բարև ձեզ։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես կցանկանայի մի քանի տողով խոսել ստանդարտների կիրառման մասին հենց տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում, որտեղ մեր ոլորտը իրականում ոչ թե լոգիստիկան է, այլ տրանսպորտային լոգիստիկան է, որտեղ լոգիստիկան ինքնին սկսում է արտադրական process-ներից եւ շարունակվելով որտեղ իրականում ստանդարտների կիրառումը եւ ստանդարտացումը տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում առաջնային առումով բխում է նաեւ մեր ներմուծողների եւ արտահանողների շահերից, քանի որ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը թե ծառայությունների որակը, թե ծառայությունների մատուցման կարգը մեզ ավելի է հեշտացնում արտաքին շուկաների հետ հարաբերվելու ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է ոլորտին մասնակից ընկերությունների փաստաթղթավորման ստանդարտացման հետ, դա էլ մեր իր տեղին տալիս է հնարավորություն բեռների ավելի օպտիմալ երթուղիներ ընտրելու
բեռների ավելի արագ տեղաշարժի, քանի որ օրինակի համար, երբ որ մենք գտնում ենք թեկուզ թե մի մաքսային կառույցի շրջանակում ՌԴ-ի հետ կամ մյուս երկրների հետ եւ կատարվում է բեռների կրկնակի սերտիֆիկացում, դա արդեն իսկ նշանակում է, որ պետությունը ինչ որ մի բանով այստեղ բաց թողում ունի, որովհետեւ մենք ունենք օրինակ սննդի հետ կապված բեռներ, ֆիտոսերտիֆիկացիա, որը որ տեղափոխելիս այլ երկիր պահանջվում է, որ կրկնակի սերտիֆիկացում անցնի այդ ապրանքը, իսկ դա արդեն ժամանակի եւ նաեւ ինչու՞ չէ որակային բաղադրիչների կորուստ է, որովհետեւ ինչպես գիտենք, սնունդը իրենց ներկայացնում է շուտ փչացող ապրանք եւ ամեն մեկ օր հավելյալ գտնվելը օրինակ սահմաններին դա արտադրողի համար խնդիր է, քանի որ իր ապրանքը վերջնակետ հասնելուց արդեն շատ քիչ սպառման ժամկետ է ունենում։ Ինչ կապված է ստանդարտների ներդրմանը կազմակերպությունների ներսում, ինձ թվում է, ինչպես ասաց գործընկերս, դա ամեն կազմակերպության հասունության մակարդակից է խոսում եւ ոչ բոլոր կազմակերպությունները կարող են համապատասխանել ստանդարտներին, բայց կցանկանամ նշել մի բան, որ իմ կարծիքով ստանդարտացման այդ process-ի առաջի ոնց որ բենեֆիցիարը եւ հետեւողը պետք է լինի պետությունը, որովհետեւ այսպես ասեմ, երբ որ ստանդարտ օրինակով բոլորս գիտենք, որ ամրագոտի պետք է գցել, բայց երբ որ ամրագոտու համար սկսեցին տուգանել, նոր այդ ժամանակ սկսեցին օգտվել։ Նույնը բիզնեսի մեջ է, որ բոլորը գիտեն, որ պետք է համապատասխանել ինչ-որ նորմերի, բայց եթե դու չես համապատասխանում այդ պարագայում եւ նաեւ չես կարողանում աշխատել, դու ձգտում ես արագ համապատասխանեցնել այդ ամենը։ Կարծում եմ կարճ այսքանը, մնացածը կփորձեմ, եթե հարցեր լինեն, պատասխանել։ Աշոտ ջան, մի այսպիսի հստակեցում պիտի խնդրեմ, որ մտցնեք մրցակցային դաշտում ձեզ կոնկրետ տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում որքանով են ստանդարտները օգնում ձեր կազմակերպությանը, օգնում կամ միգուցե այդ լիազոր մարմինների կողմից կամ պետության կողմից պահանջի ոչ պատշաճ մակարդակի վրա պահվելը խոչընդոտում է այդ նույն մրցակցային դաշտում, այսինքն անհավասար պայմաններում եք հայտնվում։ Իրականում ստանդարտների ներդրումը եւ դրանց հետևումը միանշանակ օգնում է ընկերություններին բարելավել իրենց ծառայությունների որակը, իրենց անձնակազմի պատրաստության որակը եւ միանշանակ այդ ստանդարտների բացակայությունը, որը օրինակի համար կա տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում, շատ մեծ խոչընդոտ է ոլորտի զարգացման համար, որովհետեւ ինքնին դու երբ որ ցանկանում ես բարձր կարգի ծառայություն մատուցել, բարձր կարգի համակարգեր օգտագործել, իսկ օրինակ մրցակից ընկերությունը չի կիրառում դա, ավտոմատ դու հայտնվում ես մի իրավիճակում, որտեղ որ դու ունես շատ ավելի մեծ քանակի ծախսեր եւ պարտադրանք, որ դու այդ ծախսերը պետք է կատարես, որպեսզի հասնես ինչ-որ մակարդակի, բայց կոնկուրենտը չունի այդ ամեն ինչը եւ պետությունը չի կարգավորում այդ ամեն ինչը եւ ստիպված դու, այսպես ասած, ասում ես ավելի, այսպես ռուսերեն բառով ասած, убыточный предприятие, որովհետեւ դու կարող ես թե տրեյնինգների ուղարկել աշխատակիցներին, թե համապատասխանեցնել համակարգերը, թե տարբեր սերվիսներ մտցնել նույն ավտոպարկում, պահեստային ծառայության մեջ, բայց իրականում երբ որ դրա համար չլինի խթանող այդ եւ ողջևորող ծրագրերը, դու վերջի չես ձգտելու այդ ամեն ինչը կատարելու, որտեղ տեսնելու ես, որ օքեյ, դու սպառում ես շինարարությամբ, երբ որ շենքերը կողքից արագ պատրաստվում են ու վաճառվում են։ Նույն այսպես կարծում եմ։ Ես մի լրացում անեմ, իրականում տրանսպորտային լոգիստիկան այն եզակի ոլորտներից մեկն է, որը աշխարհում, ենթագիտակցական մակարդակում խիստ ստանդարտիզացված է, ինչ նկատի ունեմ, հա, ուրեմն ողջ տրանսպորտային լոգիստիկայի շղթան կլինի նավով տեղափոխում, հա, ինքնաթիռներով տեղափոխում, հա, օդային տեղափոխումներ կամ մեքենաներով տեղափոխումները, իրանք արդեն ենթակա են որոշակի վավերապայմանների, որոնք ստիպված են պահել, հա, օրինակ բորտի չափերը մեքենաների, հա, նույն պալետները, կոնտեյներները եւ այլն։ Կա արդեն ստեղծած որոշակի ստանդարտների տրամաբանություն, որին ոլորտը ենթակա է, ինչը բազմաթիվ այլ ոլորտներին խիստ պակասում է։ Հա, օրինակ ավելի ստանդարտացված է, քան ծրագրավորման դաշտը, ավելի ստանդարտացված է, քան տեղեկատվական անվտանգության դաշտը այդ առումով։ Արդեն իրանց ներքին process-ների կանոնակարգման տեսանկյունից հայ յուրաքանչյուր տարբեր ինչ-որ մեխանիզմա կիրառում եւ այլն, իրանց նույնիսկ փաստաթղթաշրջանառությունը երկրից երկիր ապրանքը գնաց, ենթակա է նույնական, հա, ինչ-որ սահմանված կանոններով փաստաթղթավորման, որը արդեն որոշակի ստանդարտիզացում է
պարտադիր ենթադրում։ Ոլորտներից շատերը դրա նույնիսկ կեսը չունեն։ Մի բան էլ ես կուզեմ ավելացնել, շատ ճիշտ եք ասում, ստանդարտները լոգիստիկայի, տրանսպորտային լոգիստիկայի առումով բավականին ինտեգրված են հայկական շուկայում, բայց բացերն էլ շատ են։ Օրինակ բերեմ, դեղերի հետ կապված կան կլինիկական հետազոտություններ, որը հնարավոր է անել Հայաստանում, բայց դեղ արտադրողները այս պահին չունեն տրանսպորտային լոգիստիկայի մատակարար, որը կարա տրամադրի համապատասխան մեքենա այդ փորձանմուշները մի տեղից մյուսը տեղափոխելու համար։ Ու այդտեղ այդ process-ը ուղղակի կանգնում է, որովհետև չկա այդ ծառայություն տվողը։ Այստեղ երկու հարց ունենք։ Նախ պետք է հասկանալ կա արդյոք այնքան պահանջարկ, որ այդ տրանսպորտը լինի, հավանաբար չկա։ Բայց միևնույն ժամանակ հասկանանք, որ դա եթե լիներ կխթաներ նաև այդ ոլորտի զարգացմանը։ Այսինքն հիմա դեղ արտադրողը կամ ինքը պետք է իր համար մեքենաներ սարքավորումներով ապահովի, ստանա այդ սերտիֆիկատները եւ սկսի իր ապրանքները ինքը տեղափոխել, կամ պետք է լինի նման կազմակերպություն, որ այդ ծառայությունը կտա։ Վայջան, այդտեղ մի քիչ այլ դաշտ կգնանք, ճիշտն ասած, նայեք, կլինիկական հետազոտություն իրականացնելու համար նման ցանկություն ունեցող կազմակերպությունները պետք է առաջի հերթին կարողանան իմանալ, թե ոնց իրականացնեն կլինիկական հետազոտություն։ Հետո պիտի կարողանան գտնեն որևիցե դեղարտադրող, ում հետաքրքիր է իմ դաշտում փորձաքննություն անցկացնելը։ Դրա համար ես պիտի ունենամ պացիենտների ինչ որ քանակի հոսք, հա, պիտի կարողանամ հետազոտել դեղի հնարավոր ազդեցությունը հաճախորդի, պացիենտի տվյալ դեպքում վրա։ Այդտեղ բազմաթիվ այլ դաշտեր կան։ Իրականում հենց պահանջարկը լինի, կծնվի այդ առաջարկը։ Այստեղ բանա իրականում շատ բան բխում է սպառողից, էլի։ Եթե սպառողը չունի այդ ցան, եթե տվյալ դաշտի սպառողը այստեղ չկա, հա, ոչ մեկ այդ սերվիսը չի առաջարկում բան եւ այլն, վստահեցնում եմ, որ եթե այդ որոշակի հետաքրքիր ծավալ իրանից ներկայացնի, նվազագույնը օդային բեռնափոխադրումով հնարավոր է դա կազմակերպել, հա, հատուկ կոնտեյներներով եւ այլն։ Լոկալ օպերատոր չի լինի, դրսի օպերատոր կլինի, որը դա կիրականացնի։ Այստեղ այդտեղ մի քիչ բան է, էլի, այդտեղ մի քիչ սպეციფიკա դաշտը, մի քիչ այլ դրդապատճառներ կան, էլի, այդ պատկերի։ Համաձայն եմ Տիգրան ջան, իրականում այդ ուղղակի ենթադրություն կամ թեորիա չէր, որ դրա կարիքը կա, դա հենց կոնկրետ այն կազմակերպության հետ խոսակցությունից հետո եմ ասում, որը որ ունի դրա պահանջը, բայց նախ դրա պահանջը այնքան չի, որ ինքը այդ հարցը բարձրացնի այն մակարդակին, որ մատակարար առաջանա կամ ինքը սկսի մատակարարել, մի հատ է սերտիֆիկացված, այո, բայց ամեն դեպքում համոզված եմ, որ եթե այդ մարդիկ իրար հետ հանդիպեն, ով կարա տա այդ ծառայությունը, որ պոտենցիալ պետք է, շատ ավելի լավ կլինի։ Նույնիսկ սովորական դեղերի տեղափոխման համար մենք օրինակ լոգերներ ենք տեղադրում մեքենաների մեջ, տեղագործական ընկերությունների կամ դեղերի մատակարար ընկերությունների, որպեսզի հասկանանք դեղը պահեստից դուրս գալուց մինչև դեղատուն հասնելը ճիշտ պայմաններում հասավ, թե ոչ։ Ու շատ ուրախալի է, որ այդ կազմակերպությունը նախապես մինչև այդ մեքենան էքսպլուատացիայի վերցնելը արդեն այդ փորձարկումները անում են համոզվելուց հետո նոր դա սկսում են օգտագործել։ Այսինքն սրա պահանջարկը կա, փաստացի այն մեքենան, որ դեղը տեղափոխում է պահեստից տեղատուն, կահավորված է սառնարանով, համապատասխան միջոցներով։ Միգուցե, երբ որ պահանջարկը շատանա նաև կլինիկական հետազոտությունների, դա էլ կառաջանա, բայց կարելի է խթանել իրար հետ կապելով մարդկանց, էլի։ Վահե ջան, հիմնվելով իմ փորձի վրա հավելեմ, որ ունենք նման կազմակերպություն Հայաստանում ու ինչու եմ ասում հիմնվելով իմ փորձի վրա, որովհետև պիտի նշեմ, որ ի ուրախություն բոլորիս վերջերս շատ հայտնի եվրոպական արտադրող Բերլին Խեմի դեղագործական ընկերության պրեպարատներից մեկի կենսահամարժեքության, ու դա կլինիկական փորձարկմանը փոխարինող փորձարկումներ են, կենսահամարժեքության փորձարկումներ են իրականացվել Հայաստանում շատ մեծ դադարից հետո, մոտավորապես 10 տարի, 10 տարուց նույնիսկ մի փոքր ավել դադարից հետո Հայաստանում նորից վերսկսվել են կենսահամարժեքության հետազոտությունները ու մեր ընկերությունը, այդ դիմելով լոգիստիկ ընկերության,
կենսանմուշներ նույնիսկ, այսինքն արյան պլազմա, որը դեղի որոշակի կոնցենտրացիա իր մեջ պարունակում, խիստ որոշակի պայմաններին համապատասխան, բոլոր պահանջներին համապատասխան այստեղից արտահանվել է։ Այո, հայկական ընկերության միջոցով ու ընդ որում անդրադառնալով կրկին մատակարարման շղթայի ամբողջականությանը, պիտի նշեմ, որ այստեղ էլ բաց չի մնացել, քանի որ նորմավորվում է ոլորտը պատշաճ կլինիկական գործունեությամբ, այսինքն GCP պահանջներով այստեղ էլ արդեն նույն մատակարարը, ծառայության մատակարարը, լոգիստիկ ծառայության էլի պիտի գնահատվի որպես շղթայի մի մաս։ Այո, եւ ստանդարտներին արդեն համապատասխանությունն է նաեւ ապահովում։ Ուրեմն եթե չակցենտավորեմ, հա, դեղերի դաշտը, որովհետեւ այդ ամբողջ աշխարհում առավել կարգավորված ոլորտներից մեկն է, հումքի արտադրության մակարդակից սկսած վերջացրած մինչև ընդունման մեթոդը, հա, ինչ պարբերականությամբ եւ այլն։ Եթե անցնեմ այդ դաշտից, խոսենք մի քիչ ավելի լայն, հա, տնտեսության մասին, նայեք, ստանդարտները պետք չի ընկալել որպես սեպարատ երևույթ, ինքը էկոհամակարգ է։ Հիմա ու ստանդարտ ասելով եկեք չհասկանանք մենակ ISO կամ GOST կամ նմանատիպ այլ ստանդարտներ։ SNIP-երի հետ երևի թե ձեզ շատերը ծանոթ են, ով ինչ որ շինարարական պրոյեկտներով զբաղվել է, հա, կան շինարարական ստանդարտներ։ Երբ որ մենք խոսում ենք որից է կառավարման համակարգի ներդրումից եւ այլն, խոսում ենք դրանց բոլորի պահպանումից, ոչ թե մի հատի առանձին պահպանումից, հա։ Տարական օրինակ, երբ որ մենք խոսում ենք պետության պարտադրանքից եւ այլն, մի քանի տարի առաջ պետությունը պարտադրեց մանկապարտեզներին սահմանը բան անել, հա, համապատասխանել XYZ նորմերին։ Եթե չի համապատասխանում, լիցենզիան չի ստանում։ Պետական մանկապարտեզների մեծ մասը այդ նորմերին չի համապատասխանում։ Ընդ որում նորմերը կառուցվածքային նորմեր են, շինարարական նորմեր են, հատկացված մակերեսի նորմեր են։ Հիմա եթե ընկերությունը այդ ասպեկտում չի համապատասխանում, ընկերությունը իրավասու չի գործունեություն ծավալել։ Եթե գործունեություն չի իրավասու չի ծավալել, 9001 պայմանական չի կարա ունենա կամ չի կարա թողարկի սերտիֆիկացված արտադրանք։ Երբ որ մենք խոսում ենք ցանկացած ստանդարտի, կառավարման համակարգի, ինչ ուզում եք վերցրեք, հա, դրա այդ բոլոր ստանդարտների պահպանումն է ընդհանուր, դա մի առանձին սեպարատ երևույթ չի, դա էկոհամակարգ է։ Դեղերի դաշտում ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ է, ինչ առումով։ Մատակարարը պարտավոր է SSS կրիտերիաները ապահովի։ Տրանսպորտիրովշիկը պարտավոր է SSS ապահովի, չգիտեմ, ջերմային ռեժիմ եւ այլն։ Կան ոլորտներ, որտեղ մենք ուղղակիորեն բոբիկ ենք ու այդտեղ պետության, ես դրա համար եմ ասում, մենք մաքսիմալիստական չորակնկալիքներ ունենք։ Ինչի մաքսիմալիստական, որովհետև նույնիսկ երբ պետությունը ցանկանում է, ժամանակ է պետք, որպեսզի տնտեսվարողները ձգվեն, որպեսզի հասնեն դրան։ Պետությունը կարա սահմանի որևիցե ուղենիշ, որևիցե նպատակ, որին հետո երկար տնտեսվարողները գալու են։ Հիմա բոլոր բուժ հաստատությունների համար սահմանվել է բան կտոր, հա, կամավոր պարտադիր սկզբունքով 9001 պիտի ներդնեն։ Հիմա մի մասը դա կանի պայմանական թղթով ինչ որ հարց փակելու համար, ստուգողների ձեռից պլստալու համար։ 2 տարի հետո, 3 տարի հետո, երբ որ սկսեն զգալ բենեֆիտները, արդեն ստիպված են լինելու մնացածն անել։ Բայց այդ կտորը արեցին է, իրանց հիվանդանոցները շինարարական նորմատիվներին չի համապատասխանում։ Պիտի սկսեն նոր հիվանդանոց նախագծել եւ այլն։ Դրա համար բազմաթիվ դեպքերում տնտեսվարողին չես էլ կարող մեղադրել նրա համար, որ ինքը այս ինչ ստանդարտը ներդրել է, բայց չի պահում։ Այդ չունի մարդ հետ շենքային պայմանը, փակի գործարանը։ Այդտեղ բան կա, դիլեմաներ կա ու կառավարումը ու ընդհանրապես, հա, երբ որ խոսում ենք բանի մասին, անվտանգային ստանդարտների մասին, իսկ դեղերը դրանք միշտ անվտանգային ստանդարտներ են, հա, ռիսկերի վրա հենված ստանդարտներ են։ Ռիսկերի կառավարումը կամ անվտանգային ստանդարտները իրանք մշտական կոմպրոմիս են, աբսոլյուտ անվտանգ վիճակ չկա, աբսոլյուտ առանց ռիսկ վիճակ չկա, ամենաապահով վիճակը այն է, որ կազմակերպություն չի աշխատում, դեղ չի թողարկում, չգիտեմ, չի վաճառում։ Այդ վիճակը չկա, այդ անընդհատ դինամիկ երևույթ է, որի հետ ստիպված ենք լինելու աշխատել մանավանդ տնտեսական զարգացման այս էտապում, էլի։ Հələ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, ու ինձ թվում է այդ ճանապարհը պետությունը սկսել է անցնել։
ու տնտեսվարողները այդ հանձնառությունը ունեն այդ ճանապարհը անցնելու։ Այլ հարցը որ միջոցները չի հերիքում այդ հանձնառությանը։ Շնորհակալություն։ Եթե կարելի է մեր մյուս խոսնակին փոխանցենք ու հետո արդեն մեր դիտարկումները կանենք։ Գորջան, խնդրում եմ, որ կիսվեք այս ստանդարտների համախումբ, համակարգվածություն լինելու այդ ամենի արդյունքում կիսվեք ձեր հաջողակ պատմությամբ։ Բարև ձեզ, Գորսարքսյան, ֆարմատեկ ընկերության որակի վերահսկման տնօրեն, շնորհակալություն ակտիվ դիսկուսիայի համար։ Ճիշտ եք ասում, որ դեղը եւ սնունդը դրանք շատ կարևոր եւ շատ ռիսկային զոնայում են։ Դեղերի մեջ էլ ավելի ռիսկային զոնայում են օրինակ ներարկման լուծույթները, որովհետև նրանք անմիջապես ներմուծվում են մարդու արյան հոսք։ Այսինքն, եթե համեմատենք ներարկման լուծույթները, օրինակ քսուկների կամ ներքին ընդունման ինչ-որ դեղերի հետ, մեր կաթիլյան ներարկման լուծույթների ռիսկայնությունը ավելի բարձր է եւ ինչպես բոլոր դեղարտադրողները այնպես էլ մենք իրավունք չունենք ուղղակի չունենանք այս ստանդարտները եւ չհետևենք այս ստանդարտներին, որովհետեւ մենք մեր պրոդուկտով անմիջական ազդեցություն ունենք պացիենտի առողջության վրա։ Ֆարմատեկ ընկերությունը հանդիսանում է դեղարտադրող, ներմուծող եւ բաշխող ընկերություն։ Քննարկված հարցերը ամփոփելով ես ներկայացնեմ, որ մի քիչ ինտերակտիվություն հաղորդելու համար երկու տարբերակ հարցի։ Ուրեմն առաջի հարցն է ինչպես եք մտածում։ Օրինակ ոնց է ավելի ճիշտ, էֆեկտիվ վերցնել մի հատ շենք, որը արդեն պատրաստի է, եւ դա համապատասխանեցնել ստանդարտներին, դա առաջի տարբերակն է։ Եվ երկրորդը թե նախագծել եւ կառուցել այդ շենքը համապատասխան ստանդարտներին։ Երկրորդ տարբերակն Այո, հիմա ֆարմատեկ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին, այսինքն մենք ունենք մոտ 30 տարվա պատմություն եւ շենքի նախագծումը, կառուցումը, տեխնոլոգիաների, սարքավորումների ներդրումը իրականացվել է հենց սկզբից ստանդարտներին համապատասխան։ Սա Համլետի հարցին որոշակի պատասխան, այսինքն մենք ի սկզբանե ունեցել ենք այդ ստանդարտները։ Simon Cars ընկերությունը կառուցել է շենքը, IPM ընկերությունը բերել է տեխնոլոգիաները, սարքավորումները եւ մենք սկսել ենք հենց ստանդարտներով։ Իհարկե ամեն ինչ կարան տրամադրեն, բայց դուք պետքա դա կարողանաք շարունակեք։ Մեր պայստային տարածքը բավականին մեծ 4000 քառակուսի մետր մակերես զբաղեցնող տարածքը ունի իր building management system-ը։ Ի սկզբանե, երբ որ սկսվել է արտադրությունը, եղել է 98 թվականին առաջին արտադրությունը մայիս ամսին։ Այդ ժամանակ ունեցել ենք 2 դեղ։ Բայց այս 30 տարիների ընթացքում ի շնորհիվ ստանդարտների, ի շնորհիվ ակտիվ համագործակցության միջազգային գործընկերների եւ ստանդարտների կիրառման մենք հասցրել ենք արտադրատեսակները, որոնց հետ որ մենք աշխատում ենք, մեր տեսականին մոտ 200-ի։ Այսինքն 2-ից մենք հասել ենք 200-ի ի շնորհիվ այս որակի համակարգերի ստանդարտների կիրառման։ Ու շատ կարևոր բան է ստանդարտը կառուցելը մասնավորապես հիմա կարող ենք ասել, որ կա ընկերություն, կա տնօրեն, եւ տնօրենը օրինակ նշանակում է որակի բաժնի մասնագետ եւ ասում է ինքն է պատասխանատու որակի համար, համաձայն եք այս պնդմանը։ Որակի բաժինն է պատասխանատու որակի համար։ Չէ։ Ամբողջ ընկերությունն է, չէ, պատասխանատու դրա համար եւ այս ստանդարտների մեջ ամենակարևոր հիմնականը դա ընկերության բարձրագույն ղեկավարությունն է, ով առաջին պատասխանատվությունն է կրում, որ այդ ստանդարտները իր ընկերությունում ներդրված լինեն եւ ինքը պետք է դա պարբերաբար գոնե առնվազն տարին մեկ անգամ վերանայի դրա արդյունավետությունը։ Ովքեր ծանոթ են մեր մենեջմենտին բարձրագույն ղեկավարությանը, գիտեն, որ մեր մենեջմենտը ներգրաված է յուրաքանչյուր դետալի մեջ նույնիսկ։ Երկրորդը կարևորը անձնակազմը։ Հիմա պատկերացնենք որակի կառավարման համակարգ, ստանդարտներ, փաստաթղթերով բերված եւ դրված է, նվիրված է սենսացիաս կազմակերպությանը։ Արդյոք դա աշխատելու է։ Եթե չունենք այն անձնակազմը, որ օգտագործելու է դա ու կառնալու է դա կիրառի, այդ ստանդարտները ուղղակի, ինչպես ասում ենք, փաստաթղթեր են, որ այնտեղ դրած են։ Ու այն ներդրումը, այն ջանքը, որ դրված է այդ փաստաթղթերը ունենալու համար, կարելի է ասել ոչ մի արդյունք չի տալիս։ Այսինքն մենք այստեղ պետք է ունենանք փաստաթղթավորում եւ անձնակազմ այս ակտիվ կապը, ասենց ասած։
Իսկ աշխատակիցների հետ դժվարությունների մասին հետագայում կմանրամասնեմ, բայց sense մի բան ասեմ, երբ որ դու աշխատակցին ասում ես ստանդարտը սա է, դու պետքա այսպես անես, իր մոտ դա ստացվում արդեն որ դա մեխանիկական process է, ինքը չի սկսում մտածել դրա մասին։ Բայց երբ որ դու կարողանում եք ձեր աշխատակցին ներկայացնել, թե նա ինչու դա պետք է անի, նա արդեն սկսում է դա մտածել ու դառնում է դրա կրողը։ Ու հետո նա կարող է ձեր հետ արդեն մտնի դիսկուսիայի մեջ ինչու ենք այսպես անում, այլ ոչ թե այսպես ենք անում։ Արդեն նա սկսում է մտածել այս տեսանկյունից, որտեղ դառնում է դրա կրողը։ Իսկ եթե հասնեք նրան, որ անձնակազմի յուրաքանչյուր անդամ կարողանա դառնա այդ ստանդարտի հետ մտածողության կրողը, դուք հաշվեք, որ հաջողել եք։ Մի հատ հասարակ օրինակ ասեմ ստանդարտների մասին։ Հիմա 3 սկզբունք կա այս ստանդարտներում, մեր կոնկրետ GMP, GDP, օրինակ ստանդարտների միջոցով դուք պետք է կանխեք շփոթմունքը, աղտոտումը եւ խաչաձև աղտոտումը։ Հիմա շփոթմունքի մասին ասեմ։ Պատկերացրեք, որ մի սենյակում արտադրում ենք 2 դեղ, երկուսը ունեն մեկը մյուսին հակառակ ազդեցություն, այսինքն մեկը օրինակ պետքա կիրառվի բարձր ճնշում ունեցող մարդկանց մոտ, որ իջացնի իրենց ճնշումը, իսկ մյուսը պետք է օգտագործվի օրինակ ցածր ճնշումով մարդկանց մոտ, որ իրենց ճնշումը բարձր։ Հիմա նույն սենյակում միաժամանակ արտադրում ենք երկուսն էլ, մենք չէ, ընդհանրապես որպես օրինակ ու շփոթմունքի արդյունքում պիտակները խառնվում է, այսինքն այն դեղի վրա որ պետքա լիներ պիտակը, որ ինքը ճնշում իջացնողն է, իր վրա լինում է պիտակ ու ճնշումը բարձրացնում է։ Սխալմունքով գնում հասնում է պացիենտին, պացիենտը որը պետքա ստանար իջացնողը, ինքը ստանում է հակառակը, այսինքն իրանը տեղից բարձր է, իրան պետքա ցածրացնող, բայց ինքը արդեն ավելի մեծ բացի որ չենք օգնում, վնաս ենք հասցնում։ Այս սրա մասին ու վերջին բանը որ կասեմ, ստանդարտը ձեզ տալիս է միևնույնություն։ Հիմա մեր սրահում մոտ 100 մասնակից կլինենք, չէ՞։ Հիմա եթե բոլորիս տան սուրճ, շաքարավազ, ջուր, թեյնիկ, գտալ։ Ու ասեն ամեն մեկը իր համար սուրճ է պատրաստում։ Ես վստահ եմ, որ բոլորի սուրճը, ամեն մեկի սուրճը մյուսի սուրճից տարբերվելու է։ Որովհետև մեկը կվերցնի մի քթալ, մեկը կվերցնի կես քթալ, մեկը շաքարավազ չի ավելացնի, մեկը տաք ջրով կանի, մեկը ջուրը կասի դե գոլը հերիքա, մեկը չի խառնի, մեկը վերջում կխառնի։ Ինչի է, սենց, որովհետև չկա այն ստանդարտը, համաձայն որի դու պետքա դա պատրաստես, բայց ես որ կա այդ ստանդարտը, ինչքան պետքա վերցնես սուրճ, ինչքան շաքարավազ, ջուր, ջերմաշանի պետքա եւ այլն, դուք ունենալու եք այն, որ ով գա պատրաստի այդ ստանդարտով, ինքը ունենալու է նույն սուրճ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ մի այսպիսի նկատառում։ Մենք խոսեցինք ստանդարտների մասին, խոսեցինք կազմակերպությունների ներկայացվող ստանդարտների վերաբերյալ, խոսեցինք արտադրանքին վերջնական, դա կլինի սնունդ, դա կլինի դեղ, դա կլինի անգամ ծառայություն, ինչպիսին է օրինակ պահեստի կահավորման ծառայությունը կամ տրանսպորտային լոգիստիկ ծառայությունը, բայց չխոսեցինք մի եւս կարևոր բաղադրիչի մասին, որը տվյալ կամպանիայի աշխատակիցներին կամ անհատներին վերաբերվող ստանդարտացումն է, որովհետեւ մասնագետն էլ պետք է ստանդարտացվի։ Հա, ու այստեղ էլ ես ենթադրում եմ, որ շատ լուրջ բաց կա եւ այդ բացը կա թե տնտեսվարողների մոտ եւ թե այդ բացը նկատում են նաեւ լիազոր մարմիններից։ Համաժողովի ամենավերջում մենք էլ հնարավորություն ունենք բացի պատասխաններ ունենալու միության հետորքին տարածքում։ Այս պահին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր խոսնակներին, ամենաառաջին իհարկե մոդերատորին Ծովինար Ադամյանին, մեր մյուս խոսնակներին Տիգրան Պողոսյանին, Սիրանուշ Ավետիսյանին, Գոր Սարգսյանին, Վահե Ստեփանյանին եւ Աշոտ Միրակյանին հետաքրքիր քննարկման համար։ Մենք այս պահին սիրելի խոսնակներ շնորհակալություն